նախանձությունը էմոցիա է։ Любой էմոցիա, տենց էմոցիա չկա, որ իրան եւ նեգատիվ դրսեւորում չունենա եւ պոզիտիվ։ Բայց չես կարող միանգամից եւ նեգատիվի մեջ լինես եւ պոզիտիվի։ Դա նույն կենտրոններն է բանանում։ Նախանձության ժամանակ մարդ նույն ձևի ցավ է բանանում, ինչպես ֆիզիկական բանի ժամանակ։ Ֆիզիկական ցավը որ զգում է, նույն ձևի նախանձության ժամանակ այդ ցավը ինքը զգում է։ Ու նախանձության տակ ինքը էլի տերարժեքության բարդույթն է, կոմպլեքսը։ То есть ինքը ջղայնությունն է, զայրույթը։ Եվ ամենահետաքրքիրը բանի ժամանակ այդ նախանձության ժամանակ դա հետաքրքրությունն է խորքում։ Այո։ Հետաքրքրություն է, էլի տակը։ То есть քեզ հետաքրքիր է այդ օբյեկտը, ում նախանձում ես։ Եթե հիմա ու միշտ նախանձում ես մոտիկներին, նախանձությունը միշտ մոտիկ սենց շրջապատի հանդեպ է լինում։ Այն դրսի այդ ուրիշներից ինչ նախանձություն։ Ամենահետաքրքիրը դա հետաքրքրությունն է նախանձության։ То есть կոնկրետ այդ օբյեկտը քեզ հետաքրքիր է։ То есть ինքը քո հետաքրքրության մեջ է մտնում։ Քո հետաքրքրությունների մեջ է, էլի։ То есть դու չես կարող նախանձես բանին, ֆուտբոլիստին, որը շատ փող ունի, ու դու աղջիկ լինես, որովհետև դու չես կարող ֆուտբոլիստ լինես։ Դու ինքը քեզ կարող է դուր գա կամ դուր չգա, դա նախանձություն չկա։ Նախանձությունը լինում է այն ժամանակ, այն օբյեկտի բանում հանդեպ, որտեղ դու պատկերացնում ես, որ կարաս տեղ լինես։ Դա գալիս է դրանից, վեր քեզ միշտ համեմատում էին, փոքր ժամանակ համեմատել են, ասել են նա ինքը կարողացել է, դու չես կարողացել, դա դպրոցից է գալիս վասնանում, ու ծնողներդ են քեզ վասնանում ճնշում, ասում, դե մեր հարևանի երեխան սենց բան է անում։ Նախանձությունը ինքը շատ դեստրուկտիվ էմոցիա է, ու լրիվ քանդում է հոգեկանը, մարմինը, սա սենց լրիվ ցավում է, կարոջի ջանդ սկսում է ցավելը։ Բայց այդ նախանձությանը on է նաև իր կոնստրուկտիվ դրական կողմը, ոգևորումն է, воодушевление քո մոտ գալիս։ То есть դու դրանից ոգևորվում ես, այդ բանից, то есть հենց զգում ես, որ նախանձությունը գալիս է քո մոտ, դու ոգևորվում ես։ Հա, որովհետև եթե ոգևորվես վեճ, այլ նախանձես, դու սաղ քանդելու ես, համ քեզ, համ ոչ մի բանի չես հասնելու։ Բայց եթե առանց նախանձություն զարգացում չկա, ինքը առանց այդ էմոցիայի, որ դու պետք է քեզ համեմատիս ամեն ինչի, մեկը լուբոյ մարդ ինքը ուզած չուզած համեմատվում է, նայում է, բան անում։ Ու եթե այդ հետաքրքրությունն է, էլի իր ամենախորքայինը, այդ հետաքրքրությունը եթե չլինի, եթե հետաքրքրությունը կա, մարդու կյանքում ոնց կարա հետաքրքրություն չլինի։ Եթե հետաքրքրություն կա, ուժը այդ էմոցիան կա։ Այդ էմոցիան դու ոնց ես օգտագործում։ Դեպի դեստրուկցիա քայքայվում է, ջղայնանում ես, եւ այլ, թե ոգևորվում ես։ Ոգևորվում ես ու մոտիվացիա քո մոտ առաջանում, սկսում ես դեպի առաջ գնալը, ձգտալը, որովհետև ինքը լուբոյ էմոցիա напряжение է բերում, լարվածություն է բերում։ Այդ լարվածությունը պետք է հաղթահարես, դու ոնց ես հաղթահարում։ Մեր կյանքը սաղ լարվածությունների հաղթահարում է, բայց այդ լարվածությունը մեզանից անկախ է, որովհետև մենք կոմֆորտ չզգում, պիտի մեր կոմֆորտը ստեղծենք։ Այդ լարվածությունը հաղթահարելը է դա։ Ու կա լարվածություն, որը դու ես ստեղծում։ Ու դա այդ նախանձությունը ինքը հենց ստիմուլ է, որ դու լարվածություն ինքդ քո մեջ մոտիվացիա ստեղծես, լարվածություն ստեղծես ու հաղթահարես այդ բանը, ու հասնես տարբեր բաների։